Բարի երեկո բոլորիդ, այսօր կիրակի օր է և մենք գտնվում ենք Նիդերլանդների Աքսել քաղաքում։ Աքսել։ Սա իհարկե չգիտեմ ինչ կապ ունի բանաստեղծ Աքսել Բակունցի հետ, բայց մեր այսօրվա թեման, բարեկամներ, վերաբերվում է հանգստին։ Այսօր կիրակի է, բոլորիդ ակտիվ հանգիստ եմ մաղթում, ակտիվ հանգիստ եմ ցանկանում։ Հետաքրքիրն այն է, որ գտնվում ենք Աքսելում։ Աքսելը դա գտնվում է Նիդերլանդների հարավային Զելանդ մարզում, ամենահարավային մարզն է, որտեղ բնակվում է մոտավորապես 6-7,000 մարդ, փոքրիկ անկյուն է հանգստի։ Այսօր մարդիկ կիրակի օրը, ինչպես ասացի, հանգստանում են ամենքը, ոմանք հեծանիվ են քշում, ոմանք քայլարշավ են անում, մյուսներն էլ հանգստանում են սրճարաններում, ռեստորաններում, մի բան են ըմպում։ Ահա այս շենքերը, որ դուք տեսնում եք, ռեստորանային համալիրներ են և կոչվում է Միաս։ Ինչու Միաս, ինչ կապ ունի հայկական Միաս անվան հետ, նույնպես չենք կարող ասել, ամենայն դեպս հետաքրքիր է, այսպես գեղատեսիլ անկյունում է գտնվում։ Այսօր հիմա մենք կայցելենք այս Միաս ռեստորանը։ Ես ձեզ ուզում եմ, որ այստեղ ծանոթացնել երաժշտության հետ, որտեղ մի դուետ կա, նվագելու է մեզ համար, այսինքն ռեստորանում հանգստացողների համար, և ուզեմ ես այն նույնպես ներկայացնել ձեզ։ Այժմ կամաց մոտենանք այս համալիրին և գնանք ներս և ծանոթանանք մարդկանց հետ։ Ահա այսպես մարդիկ նստած են, հանգստանում են, ինչպես տեսնում եք, շատ հաճելի անկյուն է այստեղ, մարդիկ իրոք վայելում են իրենց կիրակնօրյա հանգիստը և քիչ հետո երաժիշտներն էլ կսկսեն իրենց գործը։ Այժմ այստեղ մեր դեմ կա ինչ-որ բուլետիններ, հիմա այստեղ Միաս, սա ռեստորանի մասին ինչ-որ ժամերն են, երևի մենյուն է, այստեղ մենք կարող ենք տեսնել այն խումբ, այն դուետը, որ այսօր նվագելու է, մոտեցնենք, խումբը կոչվում է Հերման Սմես Մարկ Անտոնիո Ֆավորիտո, այսինքն Հերման երաժիշտներից մեկի անունն է, ահա այս գիտարը նվագողի անունն է, նա երաժշտության դասատու է, իսկ Մարկ Անտոնիոն հարվածային գործիքների վրա, նա Իտալիայից է, Սիցիլիայի երաժշտական խումբում նվագել է երաժիշտների հետ, այսպես տեղավորվել են մարդիկ հարմար, քիչ հետո մենք կլսենք երաժշտությունը, ահա փորձենք, նրանք են և կլսենք նրանց։
Հատկապես ես ողջունում եմ Հայաստանում բնակվող մեր ընթերցողներին, որոնք մեծամասնություն են կազմում եւ բավական ակտիվորեն ընթերցում են մեր օրագիրը։ Ձեզ Կիրակնովյա ողջուններ, բարեկամներ։ Ահա հետաքրքիր է այս ձևավորումը, այս սրճարանի երկաթե եռանկյունիներ են եւ արանքներում դասավորված են կոտրված կոճղեր, այսպեսի գեղեցիկ ձևավորում։ Իսկ Հերմանը այսօր էլ երաժշտություն է դասավանդում հենց այստեղ Աքսելի դպրոցներից մեկում։ Նրանք միմյանց հետ համագործակցում են արդեն 1 տարի, կարելի է ասել, եւ այդ ընթացքում կարողացել են հասկանալ միմյանց եւ հետաքրքիր, ինչպես ասում են, միքսեր են անում։ Լավն է լսենք։
այժմ շրջենք ծանոթանանք այս ձևավորումներին, այս ռեստորանի այս հանգիստ երաժշտության տակ ասեմ, որ մենք գտնվում ենք Նիդերլանդների Աքսել քաղաքում։ Այն գտնվում է երկրի հարավային մասում և սահմանակից է Բելգիայի։ Քաղաքում բնակվում են 7-ից 8,000 մարդ։ Բնակչությունը այդքան է կազմում, փոքրիկ, հաճելի անկյուն է, գտնվում է 12 պրովինցիաներից ամենահարավային մասում և մարզը կոչվում է Զելանդի մարզ։ Կատարում ևս Աքսելը գտնվում է այն մասում, երբ կտրված է Նիդերլանդներից, այն անցնելու համար պետք է անցնել թունելով, 6 կիլոմետր երկարություն ունի թունելը, կամ պետք է այն կտրել անցնել նավով։
20 րոպե էլ դեռ ելույթ են ունենալու, ում դուր է գալի, կարող է մնալ մեզ հետ, դիտել։ Ապրեն տղաները, շատ հետաքրքիր լուծումներ են գտել այս նվագարաններով։ Եվ առանց հոգնելու անցնում են մյուս երաժշտությանը։
կատարել եւ անցումներ են կատարում մի երաժշտությունից մյուսը։ Դա հերթական երաժշտությունը եւս ավարտվում է։ Հիշեցնենք, որ այսօր կիրակի է, հանգստյան օր է, բոլորիդ բարի կիրակի եմ մաղթում, բարի հանգիստ։ Հայաստանում արդեն երեկո է, բոլորին բարի երեկո։ vandoor. Geef deze niet. Oké, Herman. Voor de volgende keer, hè. Ik zal kijken voor de tapas. Ik zal rekenen. Arrivederci. Hաջողություն։ Բարեկամներ, նորից ձեզ հիշեցնում ենք, որ գտնվում ենք Նիդերլանդների Աքսել քաղաքում, այն գտնվում է երկրի հարավային մասում և Զելանդի մարզի մեջ է։ Սա Նիդերլանդների 12 մարզերից մեկն է, որը սահմանակից է
Բելգիային։ Նիդերլանդների այս մասը հասնելու համար պահանջվում է, որպեսզի 6 կիլոմետր երթևեկել թունելով, ծովի տակով, կամ նավով, կտրել անցնել նավով, 20 րոպե տևողությամբ ժամանակ է պահանջվում։ Աքսելը ունի 800 տարվա պատմություն և գտնվում է Տերնեուզեն քաղաքին մոտ։ Սա Զյուս Ֆլանդերեն հողակտորի վրա է գտնվում պատմաշխարհագրական։ Այժմ մենք գտնվում ենք Միաս սրճարանում և ունկնդրում ենք Կիրակնորի այս հանգստյան օրը ունկնդրում ենք երաժշտական այս դուետը, որը կազմված է Հոլանդիայի և Իտալիայի արտիստներից։ Նրանք բավական հաջողությամբ համադրում են լատինոամերիկյան երկրների երաժշտությունը։ Արդեն դուք մի քանի համարների ականատես եք եղել, մենք հիմա երևի մոտենում ենք արդեն վերջին կատարումներին։ Այսօր օրը կիրակի է, ինչպես ասացի, և մարդիկ տարբեր կերպ են հանգստանում, մի մասը հեծանիվներով, մի մասը քայլարշավ է անում ուղղակի, մյուս մասը հանգստանում են ծովում, թեև եղանակները այնքան էլ բարենպաստ չեն, բայց քայլում են արևի տակ։ Եղանակը Նիդերլանդներում այնպիսին է, որ կարելի է ասել զով եղանակ է, և սա արդեն տևական օրեր է, որ այսպես է։ Բավական ժամանակ է Նիդերլանդներին հատուկ անձրև չի տեղացել։ Շատ լավ կատարեցին համարը, շատ լավ կատարում էր և ուղղակի հաճելի է լսել բավական վարպետությամբ։ Հիշեցնում եմ, որ Հերմանը ինքը երաժշտության դասատու է, դասավանդում է այստեղ Նիդերլանդներում, իսկ Մարկ Անտոնիո Ֆավորիտոն նվագել է երաժշտական խմբերից մեկում հարվածային գործիքներ, նրանք հակարճ ժամանակ է, որ համագործակցում են միմյանց հետ և բավական հաջողությամբ կարողանում են համադրել լատինոամերիկյան երկրների երաժշտությունը։ Քիչ առաջ, որ մեկնաբանում էի, ասեցի, որ գտնվում ենք Աքսելում, իհարկե հետաքրքիր անուն է Աքսելը, չգիտեմ դրա ծագումը, Աքսել, մենք ունենք նաև բանաստեղծ Աքսել Բակունցը, թե ինչքանով կապ ունեն այս անվանումները միմյանց հետ, իհարկե դժվար է ասել, իհարկե պատահականություն է նաև, և հետաքրքիր է, որ ինչ որ հայկական բան են գտնում, հայկական արմատներ են գտնում, հետաքրքիր է նաև այս ռեստորանի անունը, այն կոչվում է Միասի ռեստորան, այսպես ասած։
Հասա երաժշտական խմբի այցե Տոմսն է, խումբը կոչվում է Herman Smith and Marcantonio Favorito։ Երբ զրուցեցի նրանց հետ, նրանք ասացին, որ պատրաստ են նաև Հայաստանում նվագել, եթե իհարկե հոգացող լինի միայն իրենց ճանապարհածախսը։ Նրանք մեծ հաճույքով ուզում են տեսնել Հայաստանը, միայն ճանապարհի գումարն են պահանջում։ Եթե Հայաստանում, մեր մայրաքաղաք Երևանում կլինեն հետաքրքրվողներ, կարող են կապվել մեզ հետ, նիդերլանդական օրագրի հետ, եւ մենք այդ հարցերը կկարգավորենք։ Ինձ թվում է վատ առաջարկ չէ բիզնես ունեցող ռեստորանային համալիրների համար, քանի որ եթե նրանք հոգան ճանապարհածախսը, միայն ճանապարհածախսը, որ նախորոք կարելի է ավելի մատչելի գներով ձեռք բերել Տոմսեր, ապա կարծում եմ բավական ձեռնտու, որ նրանք մի քանի օր գան, տեսնեն Հայաստանը եւ նաեւ իրենց արվեստը ցուցադրել։ Այս հանգիստ երաժշտությունը, որ հանգստացնում է մարդկանց ներվերը, ինչ խոսք ավելի մատչելի, ավելի խաղաղ, ավելի օկեունց է, քան ասենք կլկլոցները, որ երբեմն ականատեսն ենք լինում, որին ես պետք է նաև իմ շնորհակալությունը հայտնել Միաս ռեստորանի տիրոջը, որ նա թույլատրեց կատարել այս նկարահանումները նաև երկիշներից, որոնք մտերմացան, բարեկամացան ինձ հետ եւ պատրաստ են մեկնել գալ Հայաստան, միայն թե եթե հոգացող լինի իրենց ճանապարհածախսը։ Իսկ ճանապարհածախսը կարծում եմ մոտավորապես 200 եվրոյի չափով կարելի է Տոմս հայթայթել։ Դա այնքան էլ կարծում եմ գնալու եւ հետդարձի համար։ Եթե իհարկե նախորոք կարելի է պատվիրել այն։ Marcantonio ողջունում է ձեզ, հարգելի ունկնդիրներ, անկնդիրներ։ Հասկացնում եմ, որ արդեն ավարտեցին իրենց երաժշտությունը եւ հիմա նրանք արդեն հավաքելու են իրենց գործիքները։ Դե ինչ, հարգելի բարեկամներ, մենք այսօր Կիրակի օրով ձեզ հետ էինք, միասին էինք, այսօր հանգստյան օր է, բոլորին ողջունում ենք, հաճելի հանգիստ ենք ցանկանում եւ լավ տրամադրություն ենք մաղթում ձեզ եւ նաեւ ասում ենք, որ կհանդիպենք հաջորդ անգամ, եթե մեզ համար հաճելի է նաեւ, որ կարողանում ենք ծանոթացնել Հոլանդիայի քաղաքներին, մարզերին հետ եւ առաջիկայում նույնպես հետաքրքիր միջոցառումներ են սպասվում եւ ես ձեզ խոստանում եմ, որ
մանավանդ Հայաստանում ապրող հայերի համար խոստանում եմ, որ ավելի մանրամասն ներկայացնել այն եւ մինչ հանդիպում բոլորիդ բարի երեկո, բարի օր եմ մաղթում։ Լավ մնացեք։